Ամեն առավոտ նույն պատկերն էր։ Արամը արթնանում էր 7-ին, պատրաստում սուրճը եւ նստում համակարգչի դիմաց։ Իսկ ես արթնանում էի նրա կողքին դատարկ մահճակալի վրա, լսելով ստեղնաշարի հեռավոր կտկտոցը։ 15 տարվա ամուսնությունից հետո սովորել էի այդ առավոտյան տեսարանին, բայց վերջին ամիսներին ամեն ինչ փոխվել էր։ Սկսվեց անցած տարվա աշնանը, Արամը տուն եկավ դեմքին անսովոր արտահայտությամբ։ Ասաց, որ ինձ ասելու բան ունի։ Հարցրեցի, թե ինչ է պատահել, փորձելով թաքցնել անհանգստությունս։ Թողեցի գործս, ուզում եմ սկսել նորից, հոգեբանություն եմ սովորելու եւ բլոգեր եմ դառնալու, ասաց Արամը։ Բառերը կարծես ջրվեժի պես թափվեցին վրաս։ 12 տարի նա աշխատել էր նույն ընկերությունում, IT մասնագետ, կայուն աշխատավարձով, որի շնորհիվ մենք կարողացել էինք գնել մեր բնակարանը եւ ապահովել մեր երեխաներին Լիլիթին եւ Դավիթին։ Բայց ինչու այդպես։ Մենք դեռ վարկ ունենք վճարելու, հազիվ արտաբերեցի ես։ Հասկացիր Աննա, 12 տարի նույն բանը անելուց ես հոգնել եմ։ Ուզում եմ օգնել մարդկանց, արդեն սկսել եմ առցանց դասընթացներ, կտեսնես ամեն ինչ լավ կլինի։ Հաջորդ ամիսները լի էին փոփոխություններով։ Արամը լիովին խորասուզվեց իր նոր կյանքի մեջ։ Նա իր ամբողջ ժամանակ անցկացնում էր համակարգչի առաջ, դասեր դիտելով, գրքեր կարդալով եւ սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելով։ TikTok-ի ու Instagram-ի էջ էր բացել, որտեղ խոսում էր հարաբերությունների, հոգեբանական խնդիրների եւ ինքնազարգացման մասին։